Մայրաքաղաքում ընթացող քաղաքաշինական և ճարտարապետական ծրագրերի իրականացման հարցում արդեն 90 տարի և ավելին Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը մասնակից է ոչ միայն բուհի շրջանավարտներով, այլև իր խորհրդի նախագծային առաջարկներով։ Ոլորտին առնչվող 19 մասնագիտությունների ուսումնասիրումը Երևան են բերում նաև տասնյակ օտարերկրյա ուսանողների։ Ամփոփելու համար 2011 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ու նախանշելու այս տարվա անելիքները բուհի խորհրդի այս տարվա առաջին նիստին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նիստի օրակարգում ընդգրկված խորհրդի նախագահի ընտրության հարցի քննարկման շրջանակում խորհրդի անդամները առաջադրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը։ Առաջադրմանը հաջորդած բաց քվեարկության արդյունքում Տարոն Մարգարյանը միաձայն ընտրվեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի նախագահ։ Շնորհակալություն հայտնելով վստահության համար քաղաքապետն իր հերթին վստահեցրել է, որ իր նախագահության ընթացքում կանի հնարավորը բուհի առջև ծառացած խնդիրների լուծման և ձեռնարկվող ծրագրերի աջակցման ու կյանքի կոչման ուղղությամբ։ Թե ճարտարապետությունը, թե շինարարությունը դա Երևան քաղաքի դեմքն է եւ մեր աջակցությունն է լինելու այդ դեմքը եւ դիմագիծը պահել մեր մայրաքաղաքում եւ նաեւ մեր ուսանողների համար շատ մեծ դաշտ է ստեղծվել եւ համագործակցության շնորհիվ մենք կարողանանք այդ դաշտը օգտագործել հանուն բուհի եւ հանուն Երևանի։ Օրակարգի հաջորդ հարցի շրջանակում համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը ներկայացնելով 2011 թվականի ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը նշել է, որ բուհը կարևորում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրերի խթանումը, ուսանողների սոցիալական խնդիրների հաղթահարումն ու արտերկրից ուսանողական հոսքերի ավելացումը։ Պատահական չի, որ քաղաքապետն է մեր խորհրդի նախագահան, որովհետև համալսարանի մասնագիտությունների հիմնական մասը ուղղված են քաղաքի ծառայությունները սպասարկելուն ինժեներական ենթակառուցվածքների առումով։ Դրական գնահատելով նախորդ տարում իրականացրած աշխատանքները, խորհուրդը հաստատել է համալսարանի 2012 թվականի բյուջեն։